Իսկ հնարավոր չէր ժամանակին ձեռք չտալ կենտրոնին, ինչպես արել են բոլոր եվրոպական քաղաքները։ Իհարկե հնարավոր էր, բայց քաղաքապետարանը եւ քաղաքի իշխանությունները որոշում չկարողացան կայացնել։ Ճնշումը ինվեստորների, ներդրողների կողմից մեծ էր, հրապուրանքը շատ ավելի մեծ եւ այն դոլարները, որ պտտվում էին բոլորի աչքերում, փագեցին տեսարանը նրա, թե ինչ կարող է դառնալ Երևանը մոտակա տարիներին։ Արգենյան այդ կա Երևանը խցանումներից ազատելու արագ միջոց։ Դե առաջնահերթը այն ինչ որ պետք է անել, դա ներդնել ժամանակակից կառավարման համակարգ, որը հիմնված լինի հիմնական AI-ի, բնական արհեստական մոտեցմամբ, հաշվարկների եւ երևի թե ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա, որոնք որ ընդունված են եւ մեծ գումարներ դրանք չեն։ Իհարկե սովորական մարդու համար կամ ինձ ու ձեզ համար, աշխատողներիս համար դա մեծ գումարներ են, բայց պետության համար հստակ հարցեր լուծելու տեսակետից դա բավականին ընդունելի ներդրումներ են, որոնք որ թեթևացնեն քաղաքի շարժուձևը։ Մեկ, երկրորդը սկսել ակտիվ, արդեն սկսվել է ծրագիրը, նոր մեքենաներ, նոր ավտոբուսներ բերել քաղաք, որտեղ կներեք, մենք բոլորս առաջի հերթին մենք մեզ ենք հարգում եւ մեզ հարգելով չենք կարող նստենք ամենուր ինչ որ անհասկանալի եւ դժվար կառավարվող մեքենաներ եւ մեքենան որպես այնպեսին առաջինը պիտի հրապուրի։ Այսօր այդ գործընթացը սկսվել է, բայց դա շատ փոքր մասն է այս ընդհանուր գաղափարախոսության, որի տակ հասկացվում է արդիականացում երթևեկությանը։ Մետրոն մտնում է ձեր նշած արդիականացման մեջ։ Միանշանակ, բայց դա շատ ավելի արժեքավոր եւ մեծ ներդրումներ պահանջող, եթե Եվրոպայում եւ այլ երկրներում դա այդպիսի մեծ ներդրումներ չեն, ապա Հայաստանում շատ մեծ ներդրումներ են, որտեղ մենք պետք է կտրենք անցնենք բազալտի շատ հաստ շերտեր։ Իսկ գիտեք բազալտը ծանր մշակվող քար է։ Ժամանակին շատ լավ միտք կար, մոտեցում, որը առաջարկում էր օդային տրանսպորտ զարգացնել, բայց շատ ավելի էժան է, բայց ինչ որ մի ուղղություններով կարելի է դա անել, որպեսզի թեթևացնել երթևեկությունը։ Մի կողմից, մյուս կողմից տուրիստների համար շատ հետաքրքիր մի, ասենք ասենք, ատրակցիոն է, որը հնարավորություն կտա տեսնել Երևանը վերևից։ Ավաղ միշտ չէ, որ գեղեցիկ է, բայց այնուամենայնիվ բնությունը վերցնում է ամեն ինչ իր վրա։ Դե մի ժամանակ Երևանը շատ գեղեցիկ տեսք ուներ երիտասարդական պալատի վերջին հարկից։ Միանշանակ, այո։ Կունենա այդ շենքը նոր ճակատագիր, Անահիտ։ Ես հույսով եմ, որ պետք է ունենա, որտեղ քաղաքապետարանը ժամանակին դիմել է եւ իշխանությունները իրավական մարմիններին, դատախազությունը սկսել է գործընթաց, որը երևում է, որ լուրջ խնդիրներ կային սեփականաշնորհման հետ մի կողմից։ Մեր տվյալներով մեծ խնդիրներ կան, թե ինչպես պայմանագիրը իրականացվեց։ Եվ գիտեք, կոպեկներով եւ այսպես ասած ոչինչ գին չունեցող, արժեք չունեցող մի ֆինանսական գումարով
հարկերի դիմաց, չվճարված հարկերի դիմաց, իսկ չվճարված հարկերը դա անբարոյականություն էր, ձևավորեցին այն գաղափարի ներքո, որ մոտ 20 տարի երիտասարդության պալատը հանդիսանում էր տուն փախստականների համար Բաքվից եւ Երկրաշարժից, որտեղից այդ մարդիկ պիտի մուծեին հարկեր, որտեղից պիտի մուծեին գումարներ իր ապրելու համար եւ դրա դիմաց որոշեցին սնանկացնեն երիտասարդության պալատը, կարևորը դա չէ։ Կարևորը նա է, որ կոպեկներով գնելով երիտասարդության պալատը մոտ մի քանի հազար քառակուսի մետր փողամաս եւ մոտ 50,000 քառակուսի մետր շենք վաճառեցին ընդամենը $700,000, որի արժեքը շատ ավելի մեծ էր։ Այս կոպեկներով վաճառված շենքը քանդեցին, ինչից ստացան եկամուտ։ Եվ ամենակարևորը հիմա մինչև 50 միլիոն են ուզում այդ հողամասի համար։ Ինչի ոչ, ուզում եք շենք կառուցեք, ուզում եք նոր ծրագիրը տեք սկսեք, այսօրվա այսպես կոչեցյալ սեփականատերը ուզում է այդտեղ եւս մի անգամ գումար վաստակի եւ 50 միլիոնով վաճառի այդ տարածքը։ Տխուր պատմություն է։ Երևանի ճարտարապետական ոչ այդպիսի հասկացություն կա հիմա։ Այնինչ կառուցում է, դա որոշակի նորմերի։ Չկա այդ ոճը, չկա մոտեցումը, չկա գաղափարախոսությունը։ Կան շենքեր, որոնք որ ստեղից ընդեղից վերցնում են, փորձում են շենքերը, պետք է ասել, դարձնել ավելի հետաքրքիր, բայց վատը նա է, որ որոշողը ոչ թե ճարտարապետն է, այլ որոշողը սեփականատերն է։ Եվ քանի որ սահմանափակումները քաղաքապետարանի շատ ավելի այդքան խիստ չեն եւ այդքան պրոֆեսիոնալ չեն, որ որոշվի ոճավորումը, պարզապես կարողանում են իր իշխանությունը, իր գումարներով պնդել եւ մինչեւ վերջ տանել, հիմնականում ինչ որ դուք տեսնում եք այսօր Երևանում կառուցված, դա սեփականատերերի ճաշակն է, մարդկանց, ովքեր որ չունեն մասնագիտական կրթություն, որոնք որ չունեն համեստություն ընդունել, որ իրանք ճարտարապետ չեն, եւ փորձում են սաղից մոտ Երևան շատ ավելի գրագետ եւ պատրաստված, քան թե իրականում կան։ Ամեն անգամ, երբ որ փորձում են այդպիսի մարդիկ խոսել ճարտարապետության մասին, ես ասում եմ շատ լավ, խնդրեմ, բայց մյուս անգամ, երբ որ վիրահատվելու լինեք, հրավիրեք ոչ թե վիրաբուժին, այլ հրավիրեք օրինակի համար ճարտարապետին կամ ֆիզիկոսին։ Մենք շատ լավ կանենք եւ խորհուրդներ կտանք, ինչպես կարելի է անել վիրահատությունը։ Ինչի՞ չեք վիրահատում, քիչ չեք գնում մեր տեղական ճարտարապետների մոտ, այլ անհրաժեշտության դեպքում չեք ափսոսում ձեր գումարները, թռնում եք Գերմանիա, որ ամենալավ վիրաբուժները ձեզ վիրահատեն։ Ինչպես ստացվեց, որ ճարտարապետությունը ավելի պակաս գիտություն է, քան թե եւ ավելի պակաս վտանգավոր իր հետևանքներով մասնագիտություն է, քան թե վիրաբուժությունը։ Վիրաբուժությունը գործ ունի մի մարդու հետ, իսկ դուք գործ ունեք հազարավոր մարդկանց հետ, իրենց անվտանգության, իրենց ընտանիքի, ծնված երեխաների։ Դուք այսօր ձեր վրա վերցնում եք պատասխանատվություն, որոշել քաղաքի ապագան, ազգի ապագան։ Դրա համար էլ մենք դադարեցինք Երևանը կոչել վարդագույն քաղաք։ Համաձայն չեմ։ Մենք դեռ կոչում ենք Երևանը վարդագույն քաղաք, բայց եթե այդպիսի տեմպերով շարունակվի, դուք կլինեք ճիշտ։ Ես շատ ցավում եմ դրա համար, ժպտում եմ, բայց ցավում եմ։